Գորիսի տարածաշրջանի Խնածախ համայնքում վերջին զանգը հնչեց 11 շրջանավարտների համար։ Դեռ ադամամութին նրանք միասին դիմավորեցին արևածագը, բարձր տրամադրությամբ սկսեցին օրը, շնորհավորեցին միմյանց եւ երազանքներով ու նպատակներով լեցուն փուչիկները օդ բաց թողեցին։ Այնուհետ շրջանավարտները մեծ կյանք մտնելու նախաշեմին կարևորեցին Աստծո օրհնությունը ստանալ, որին էլ հաջորդեց վերջին հանդիպումը տնօրենի, դասղեկի եւ առաջին ուսուցչուհու հետ։ Սիրելի շրջանավարտներ, այսօր ձեր վերջին դասն է։ 2015-2016 թվականը ձեր համար վերջին ուսումնական տարին էր, իսկ իմ համար առաջին աշխատանքային տարին։ Շատ ուրախ եմ, որ իմ ուսումնական առաջին տարին հանդիպեցի հենց ձեզ։ Ցանկանում եմ, որ ձեր կյանքի ճանապարհին երբեք չհանդիպեք խոչընդոտների։ Թող իրականանան ձեր բոլոր ցանկությունները։ Ցանկանում եմ միշտ անկեղծ լինեք, արդար լինեք։ Ինչ ճանապարհ եք որ ընտրեք, թող ձեր ճանապարհը կանաչ լինի ու կարողանաք կյանքի ճանապարհով շիտակ քայլել։ Թող մի քիչ խոչընդոտներ լինեն, ոչինչ, խոչընդոտներն են մարդու համար։ Միշտ առաջ! Ահա այսպիսի նշանաբանով եւ բարձր տրամադրությամբ շրջանավարտները գնացին դահլիճ, ուր նրանց սպասում էին ուսուցիչները, ծնողները, հարազատները եւ այլոք։ Նրանց շնորհավորելու էր եկել նաեւ ծննդով Խնածախցի Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, ով իր սրտի խոսքը հղեց հարազատ գյուղի շրջանավարտներին, շնորհավորեց, բարի ճանապարհ մաղթեց եւ նրանց փոխանցեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական խոսքը։ Սիրելի շրջանավարտներ, մենք մշտապես ուրախանալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու նվաճած բարձունքներով։ Ուստի ուզում եմ, որ լավ կյանք մտնեք հավատով լի, ոգևորությամբ, նպատակների ու երազանքների իրականացման հաստատակամությամբ։ Մաղթում եմ, որ ջերմությամբ ու բերկրանքով լի այսօրվա ձեր առաջին ու հաջորդ բոլոր քայլերը հաջողություններ բերեն ձեր ընտանիքներին, մեր մարզին ու երկրին։ Բարձր տրամադրությամբ, ժպիտով, երկուպարով եւ նաեւ հուզմունքի արցունքներով էր լեցուն օրը, իսկ ամենաշատը շնորհակալանքի ու գնահատանքի խոսքերն էին, ուղղված թե ուսուցիչներին եւ թե այս տարիներին իրենց ներդրումն ունեցած բոլոր աշխատակիցներին։ 2015-2016 թվականի Խնածախցի շրջանավարտների համար եւս զանգը հնչեց վերջին անգամ, բայց միայն դպրոցական զանգը, քանի որ նրանցից շատերը դեռ ուսումը շարունակելու միտում ունեն։ Արևիկ Աբելյան, լուրեր։